Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերումն է Անտապանն է եւ այժմ մենք զրուցելու ենք տնտեսագետ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ, Հայաստանի Հանրապետության նախկին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, պարոն Լևոն Բարխուդարյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Բարխուդարյան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ ուրախ եմ, որ ստանալու եմ ձեր մեկնաբանությունները տարբեր հարցերի շուրջ, մանավանդ որ այսօր ամբողջ աշխարհը տնտեսական թեմաներով է մտահոգված։ Թրամփի թեմային, Թրամփի այդ մցրած սակագնային թեմային մի քիչ ավելի ուշ կանդրադառնանք, սկսենք Հայաստանի հարցերից։ Ասիական զարգացման բանկը Հայաստանում այս տարի կանխատեսում է, այս տարի 25 թվականի համար 5% տնտեսական աճ, իսկ 26-ի գնահատականը փոքր ինչ ցածր է 4.7։ Այսպիսի Եվ ասվում է, որ տնտեսական աճի հավանական անկումը կապված է ներդրումների, այդ թվում պետական ներդրումների կրճատման հետ։ Իմ հարցս այսպիսին է, այս թվերով հասարակությունը ստանում է այս թվերը, բայց ես կխնդրեի դուք բացատրեիք, թե ինչպես է հաշվվում այդ 5%-ը եւ 4.7%-ը, ինչ տարբերություն է այդպես 3 ոնց որ թե կետ 3, այո, 10-րդականի հարցը ոնց է այդպես գոյանում, ինչ նշանակություն ունեն այդ տնտեսական աճը, ինչի մասին է վկայում ավելի շուտ եւ ինչպես են արվում այդպիսի եզրակացություններ, ինչի հիման վրա, որպեսզի ժողովուրդը եւս որը հետևում է այս թվերին, կարողանա կարդալ, կարողանա հասկանալ։ Նախ եւ առաջ կասեի, որ չարժե այդ աստիճան սևեռել մեր ուշադրությունը 0.3%-ային կետ աճի նվազման վրա եւ դրա տակ մանգալ գտնել մեծ քաղաքականություն, շատ մանրամասն հաշվարկներ եւ այլն։ Ասիական զարգացման բանկը միակը չի, բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունների մոտ միջնաժամկետ հեռանկարում արված կանխատեսումները այնպես չի, որ անդադ աճերը ավելանում են։ Մի փոքր իրենք կոնսերվատիվ են ավելի, մի փոքր պակասեցնում են այդ աճերը, նայում են ինչպիսին է եղել հնայի աճի դինամիկան նախորդ տարիներին, ինչ նոր գործոններ են ի հայտ եկել, նայում են նաև քաղաքական իրավիճակը, ռեգիոնում իրավիճակը, ռազմաքաղաքական իրավիճակը, ռիսկերը եւ վտանգները եւ փորձում են այդ բոլորը հաշվի առնելով մի էքսպերտային նաև դա գնահատական է, որ տալիս են։ Շատ հնարավոր է 1 տարի հետո այդ 4.7%-ը, եթե 5% եւ ավել եղավ մեր աճը, իրենք դարձան 5.5%, օրինակ 5%։ Մի տարվա ընթացքում հիմա շատ բան է փոխվում։ Ցավոք։ Ինչու՞։ Տեսեք զարգացումները, քաղաքական, գեոքաղաքական, Իրանի հետ կապված, այդտեղ շատ մեծ ռիսկեր կան։ Կարող է այնպես լինի, այդ 5%-ն չլինի։ Աստված տա չսկսեն ռմբակոծել Իրանի տարածքը։ Աստված տա պատերազմ չսկսվի։ Հասկանում եք, որտեվ ամեն մի պատերազմական գործողություն իհարկե պասիվացնում է, չէ՞, բիզնեսը։ Մարդիկ խաղաղություն են ուզում, ապահովություն են ուզում, երկարաժամկետ կանխատեսելիություն են ուզում, դա հետ հատկապես վերաբերում է խոշոր բիզնեսներին։ Այս 5%-ը կամ 4.7%-ը նախորդ տարիների դինամիկայից է ցույց է տալիս, որ լավ վիճակ է, դա ինչի բնութագիր է։ Մենք կարող ենք ունենալ երկնիշ տնտեսական աճ, ինչպես եղավ 12 թվականին, 12%, այո։ Դե բայց դա այդքան մեծնից չէր, ինչքան ռելոկանտների Հայաստան գալուց, մեծ ներհոսքից, դոլարային եւ այլն։ Հիմա ավելի այդ առումով կայուն վիճակ է, որտեղ ինչ-որ նոր սպասելիքներ, նոր կանխատեսումներ չկան։ Իսկ այս Թրամփի սակագները, այդ 10%-ը, որի մասին խոսվում է, 10%-ը Հայաստանի վրա էլ է ազդել։ Ես չեմ կարծում էապես ազդեցություն ունենա, մեր արտահանումը Միացյալ Նահանգներ ցավոք սրտի շատ մեծ չէ, եւ 10%-ն էլ այն թիվը չէ, որ բոլորը ասեն վերջ այլևս չենք արտահանում, քանի որ 10% մաքսատուր կա։ Մենք պետք է սպասենք այդ տիպիկալի իսկ ինչի եմ ասում, որ մենք կարող ենք 10% մաքսատուր դնել Միացյալ Նահանգներից ներմուծող ապրանքների վրա, իսկ իրենք ոչ։ Իրենք մոտավորապես այդ նույն սկզբունքով էլ գնացել են։ Նույն տոկոսն են դրել, ինչ որ այդ երկրները իրենց մոտ են հարկում Միացյալ Նահանգների ներկրումը։ Իսկ դա հարյուրավոր միլիարդներ է Միացյալ Նահանգների բյուջեի համար։ 1. Երկրորդ իրենց քաղաքականությունն ուղղված է նրան, որ առևտրային հաշվի քշերը ավելի բալանսավոր են։ Միացյալ Նահանգները ավելի ներկրում է, քան արտահանում։ Դա կախված է նաև այդ վերջի տասնամյակների քաղաքականությունից, որ իրենք արտադրությունները տեղափոխում են արտասահման, ասիական երկրներ եւ այլն, որտեղ աշխատուժ էժան է, որպեսզի ապրանքները մրցակցային լինեն,
Բայց դրանով իսկ կապիտալ տանում են դուրս եւ զբաղվածության խնդիրներ ունենում հենց իրենց երկրի ներսում, որտեղ այդ արտադրությունները դրսում են։ Նաև ինչ որ չափով, որոշ չափով տնտեսական կախվածության մեջ են գնում այդ երկրներից։ Հիշում եք Տայվանի օրինակով, երբ որ չիպերի արտադրությունը կանգնեց մի պահ, համաշխարհային ավտոմոբիլաշինության տեմպերը սկսեցին պակասել, որտեղ այդ չիպերի կարիքը շատ ունեն մեքենաները, բոլոր մեխանիկները, ոչ միայն մեքենաները։ Հետևաբար փորձում են դիվերսիֆիկացնել դա իրենց տեսակետից, որ դա այդպես լինի։ Բայց այս տարիֆների մտցնելը, պահանջելը, որ իրենք ֆինանսավորեն ՆԱՏՕ-ն եւ այլն Եվրոմիությունը ըստ իս բավականին դրական ազդեցություն ունեցավ, հատկապես մեր տեսանկյունից։ Եվրոպան մի տեսակ այդ նիրհից զարթնեց, սկսեց գլուխ մտածել իր սեփական զինված ուժերը ունենալու, որը մեր շատ ավելի մոտ է եւ շատ ավելի սերտորեն է առնչվում մեր անվտանգային հարցերին, եւ ավելի ակտիվ եւ ագրեսիվ լավ իմաստով լինել մրցակցության մեջ, որտեղ հսկայական մրցակցություն է եւ Չինաստանի հետ, եւ Միացյալ Նահանգների հետ, նույնը Կանադա, Եվրոմիություն կապերը շատ ավելի կսերտանան, որը ըստ իս միայն դրական ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա։ Այսինքն ռեալ տնտեսական մրցակցություն է սկսում։ Ինչ դիրք կգրավի այդտեղ Չինաստանը, Ռուսաստանը, այդ կերևա ապագայում։ Շատ բան կախված է պատերազմների դադարումից, խաղաղությունից եւ պատահական չէ որ Տրամպը անընդհատ շեշտում է դա, որտեղ բիզնեսի զարգացման համար խաղաղություն է պետք։ Իրենք նայում են բիզնեսի տեսակետից, հիմնականում, սենց ասեմ։ Կան մարդիկ, որոնք ասում են հակառակը ռազմական արդյունաբերությունն է զարգանում, ռազմական արդյունաբերությունը, այո, բայց մնացած բոլոր ներդրումները, մնացած բոլոր ոլորտները տուժում են դրանից։ Առանց դեռ Միացյալ Նահանգները ամբողջ աշխարհի ամենամեծ զենք արտադրողն է, նույնիսկ խաղաղ պայմաններում։ Արտադրում է ավելի շատ զենք, քան բոլոր մնացած երկրները միասին վերցրած։ Պատկերացրեք։ Ունի ավելի քան 400 բազա 120 երկրում աշխարհի։ Դուք տեսեք ինչ հզորության մասն է խոսքը լինում։ Բայց այո, ասում եմ, Ամերիկան չպետք է կերակրի միջազգային կազմակերպություններին։ Հիշում եք նախորդ անգամ որ Տրամպը պրեզիդենտ էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս եկան, իրենք դադարեցրեցին ֆինանսավորումը, որ համաշխարհային մշակույթի պահպանման հարցերով է զբաղվում։ Ես հասկանում եմ իրենց հոգեբանությունը, բայց դա էլ նշանակում է, որ ազդեցությունը Միացյալ Նահանգների աշխարհում կնվազի։ Այդ միգուցե դա ված չէ։ Տեսեք, դուք նշեցիք, եթե ես ճիշտ հասկացա, որ այդ չափազանց բառն եմ ուզում, չափազանց թե ոչ, փոխկապակցվածություն կա ամբողջ միջազգային առևտուրում։ Տնտեսությունը ամբողջ իրար մեջ փոխկապակցված է։ Այո, ինտեգրվածությունը համաշխարհային տնտեսության գնա տարեստարի աճում է։ Թրամփի այս սակագնային քաղաքականությունը այդ փոքրիկ այսպես ոնց որ էլի շատ հաճախ է այս օրինակը գալիս աչքիս առաջ, այն որ այսպես շարված են լինում, ասենք թե ինչ որ բաժակներ կամ ինչ որ տակից հանում ես մեկը, փորձում է տակից հանել մեկը եւ նա ասում է, որ ես պատրաստվում եմ, սա բուժում է, ես պատրաստվում եմ ոսկե դար սկսել համաշխարհային այդ տնտեսության մեջ։ Այդ որ նման է դրան, որ մի հատը քաշում ես, ամբողջը թափվում է, թե հակառակը։ Չէ, որոշ չափով նման է, նախ ինքը աշխատում է Միացյալ Նահանգների համար, նախ եւ առաջ, ասենց ասենք, որովհետեւ այդ նույն հաշվեկշիռները ավելի բալանսավորի խթանի տեղական արտադրողներին, ինչու՞ չէ, դրսից մաքսատուր դնելով խթանում է արտադրողներին, բայց ապա խրախուսում է նաև արտահանումը Միացյալ Նահանգներից դեպի այլ երկրներ, որտեղ իրենք են դնում մաքսատուրքեր, չէ՞։ Բայց արտահանելու համար նրանք պետք է ունենան արտադրանք, ճիշտ է։ Չէ, ունեն։ Եվ չեն արտահանում։ Ունեն, արտահանում են, ավտոմեքենաներից սկսած մնացած ապրանքները վերջացրած, միգուցե ոչ այդքան շատ ինչքան իրենք կուզեին։ Բայց ստեղ նաև կան խոչընդոտներ։ Ռեզերվները Միացյալ Նահանգների էկոնոմիկայի էապես իջեցնել ինքնարժեքը շատ ավելի փոքր է, քան օրինակ Չինաստանում կամ Հարավային Կորեայում։ Այնտեղ եւ հարկերն են ավելի ցածր եւ աշխատուժի արժեքն է ավելի ցածր, այսինքն աշխատավարձներ եւ այլն։ Դրա շնորհիվ իրենք ստանում են հարաբերական առավելություն, մրցակցային առավելություն մնացած շուկաներում։ Այսինքն այստեղ պետք է երկար մտածել։ Գիտեք, տնտեսությունը այնպես չի, որ մի սեգմենտ վերցնենք, ասենք այստեղ բոլոր հարցերը լուծել ենք, որ դրանք փոխկապակցված են թե ֆինանսների հետ, թե ապրանքային շուկաների հետ, թե ֆոնդային շուկաների հետ։ Տեսեք ինչ կատարվեց մի շաբաթում ընդամենը, այնքան զգայուն է արժեքների շուկան,
Արժեթղթերի բանը ինդեքսները սկսեցին նվազել, գները ընկնել, մարդիկ ահագին գումար կորցրեցին։ Հենց նույն Թրամփը կորցրեց, Իլոն Մասկը 42 միլիարդ, Այո։ սարսափելի թիվ է, Բիլ Գեյթսը եւ այլն։ Նրանք ովքեր ավելի կանխիկ էին պահում, այդ փողի մեջ էին ներդրում անում, այդքան չկորցրեցին։ Իհարկե հակառակ process-ն է, գործընթացն է երբեմն հնարավոր լինում, որ արժեթղթերի արժեքը սկսում է աճել։ Տրամպի անմիջապես ընտրվելուց հետո դրական սպասումներ կային։ Հիմա անորոշություն է։ Այդ անորոշությունը բացասաբար է անդրադառնում կապիտալի շուկայի վրա, որտեղ բիզնեսը առաջին ուզում է կանխատեսելիություն, խաղի կանոնները ընդհանուր բոլորի համար։ Դա տեղի չունի վայրիվերումները։ Չպետք է լինեն որոշումներ թելադրված ինչ-որ էմոցիաներով, զգացմունքային ինչ-որ բաներով, միակողմանի մտածելով, այ միանք Միացյալ Նահանգների համար որ լավ լինի։ Բումերանգի էֆեկտը կա։ Դու դա թողեցիր, հետո վերադառնում է քեզ, չէ՞։ Պետք է շատ ավելի մտածված լինի այդ քաղաքականությունը ըստ իս։ Եվ հիմա բավականին վերիվարումներ կան, տատանումներ կան եւ պատահական չէ։ Ապրիլի 5-ին ամբողջ Միացյալ Նահանգներում ցույցերի հսկայական ալիք։ Կարելի ասել բոլոր քաղաքներում։ Գիտեք, միլիոնավոր մարդիկ դուրս են եկել փոս, այսպեսի բան Միացյալ Նահանգներում շատ վաղուց չէր եղել։ Եվ բողոքում են հենց այդ նույն տարիֆների դեմ, քաղաքականության դեմ Տրամպի եւ այլն եւ այլն։ Նախորդ պրեզիդենտության ժամանակ ինքը ավելի զգուշ էր։ Այո, աշխատում էր Միացյալ Նահանգների բիզնեսին սատարելու համար, բայց ապահովեց գործազրկության անկում, մարդիկ աշխատանք ստացան։ Այդ պատճառով շատ ամերիկացիներ, այդ եւ չգիտեմ, Մեքսիկայից եկած, Լատինական Ամերիկայի երկրներից եկածները քվեարկեցին Տրամպի օգտին։ Իրենք աշխատանք էին ստացել նախորդ անգամ։ Այդ որոշ քայլեր կային, բայց հիմա շատ ավելի կտրուկ քայլեր է անում եւ գիտեք ես Իլոն Մասկին շատ հարգում եմ որպես շատ աշխարհի ամենահարուստ մարդը եւ շատ խոշոր բիզնեսմեն, մանավանդ ինովացիաներով եւ այլն զբաղվող, բայց 400 միլիարդ կարողություն ունեցող մարդը սովորաբար չպետք է ղեկավարի երկիրը կամ մասնակցի ակտիվ դրա ղեկավարմանը։ Ինքը նայում է զուտ ծախսեր եկամուտ բանով, սա չի արդարացնում, փակեցինք։ USAID-ին փակեցինք, ՄԱԿ-ի ֆինանսավորումը պարկասեցրեցինք եւ այլն։ Պետք է մտածել հետևանքների մասին, չէ՞։ Իրենց դեմ անընդհատ բողոքի ալիքներ են գալիս։ Եվ եթե նույնիսկ կան ինչ-որ ճիշտ եւ առողջ մտքեր, որը կարելի է պետք է իրագործել, դառնում է կամաց անհնար։ Դե Թրամփը ասում է ես նորից եմ կրկնում, հիշեցնում այդ ձևակերպումը, դեղեր, բժշկություն, բուժում եւ այլն, ստացվում է այնպեսի տպավորություն, ոնց որ ցավոտ ատամ է փոկում եւ այդ ցավոտ ատամը կարծես թե Չինաստանն է։ Տեսեք, նա 90 օրով կանգնեցրեց այդ սակագնային հիստերիան եւ 10% բոլոր երկրներին, բոլոր այդ 70-ներ, ասած մոտ, չգիտեմ քանի երկիր, որ դիմել էին ինձ այնտեղ սկանդալային ձևակերպումով իր դիմել էին համենայն դեպս հարգել էին եւ բանակցել էին ինձ հետ, իսկ Չինաստանը 84% հակադիր քայլով մաքսատուրք սահմանեց, ուրեմն ես 125% եմ սահմանում եւ բոլորի հանդեպ 10%, իսկ Չինաստանը 125։ Ստացվում է Չինաստանն է այդ ցավոտ ատամը, որը փորձում է փոկել հանել։ Առաջին հերթին այո, որտեղ ամենամեծ մրցակիցը Միացյալ Նահանգները այսօր Չինաստանն է։ Եվ ունի շատ մեծ պոտենցիալ, շատ մեծ։ Չինական ապրանքների մրցունակությունը ամբողջ աշխարհում գնալով աճում է։ Իրենք մտել են Լատինական Ամերիկա, իրենք մտել են ակտիվ Աֆրիկայի շուկա եւ այլն։ Հիմա ով դրանից ավելի շատ կտուժի, պետք է տեսնել։ Միացյալ Նահանգները իհարկե մեծ շուկա է չինական ապրանքների համար, բայց Չինաստանն էլ որոշ չափով շուկա է ամերիկյան տեխնոլոգիաների, ապրանքների, ծառայությունների համար եւ այլն։ Իրենք աշխատեն Եվրասիայի հետ։ Տեսեք Ռուսաստանի հետ են աշխատում։ Եվ շատ շահավետ իրենց համատերքերով ամբողջ Աֆրիկայի հետ։ Ես չեմ խոսում Խաղաղօվկիանոսյան ռեգիոնի մասին։ Միացյալ Նահանգները իրենք կարողացան վերջի տասնամյակների ընթացքում նորից դուրս մղել այդտեղից։ Ну, նկատի ունեմ մրցակցային ձևով, տնտեսական առումով։ Ավստրալիա, Նոր Զելանդիա կապված են Չինաստանի հետ։ Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունները իրենք գերադասում են, որտեղ լավ առևտրի պայմաններ դրեցին, ազատ առևտրի նոր մի համաձայնագիր կնքեցին եւ այլն, որտեղ ներգրավեցին բոլոր երկրները։ Իհարկե բացի Միացյալ Նահանգներից եւ այլն, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը նկատի ունեմ, այստեղ ահռելի շուկա է։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ հեռավոր արևելքը Ուրալից դեպի արևելք
օգտակար հանածոների շահագործողների մեծ մասը չինական բիզնեսներն են այսօր։ Այդ մասին չեմ բարձրաձայնում Ռուսաստանում եւ այլն, բայց իրենք շատ ակտիվ են ներգրված մտած այդ տնտեսության մեջ, շատ ակտիվ եւ մեծ եւ օգուտներ ունեն։ Չինացին կարողանում է ժուշկալ ապրելով ավելացված արժեք ստեղծել ամեն օր։ Իր մեջ մտածելով, որ մենք հիմա տեսեք ինչ գերակայություն կունենանք, իրենք դա չեն արտահայտում։ Բայց իրենք ունեն ունիկալ հատկություն։ Փորձում են որակը բարձրացնել եւ չեն գերադասում 1 տարում դառնալ միլիոներ, ինչպես մեր հայերի մեծ մասը։ Հիմա դառնամ հարուստ մարդ, գնամ ստեղ, այնտեղ եւ այլն։ Նա մտածում է, պիտի աշխատեմ կամաց իմ բարեկեցությունը բարձրացնելով։ Բայց աշխատանքը, հանուն աշխատանքի դա վերաբերում ոչ միայն Չինաստանին, եւ Ճապոնիայի տնտեսությանը, եւ Հարավային Կորեայի, մարդիկ ավելի շուշկալ են ապրում։ Եվ մարդիկ ծախսում են այնքան, ինչքան վաստակում են։ Պարտքերի մեջ չեն մտնում Եվրոպայի դեմ։ Մեծագույն բեռը եվրոպական տնտեսության համար այդ պարտքերը։ Պարտքի մակարդակը, դեֆիցիտի մակարդակը եւ ծախսերի մակարդակը։ Ամեն ինչը վճարովի, ամեն ինչի համար կյանքում վճարում են։ Այդ թվում նաեւ բարձր բարեկեցության, շատ բարձր սոցիալական ապահովության համար եւ այլն։ Բայց դա բավականին ազդում է, բացասաբար է ազդում Եվրոպայի մարտադրված ապրանքների մրցունակության վրա։ Դրա համար են ներխուժում եվրոպական շուկան։ Նույն չինական ապրանքները։ Եվրոպա գնացեք, Հայաստանում նայեք, ով սեփական տուն է կառուցում, տիկահավորի եւ այլն, հետաքրքրում են ով է Չինաստանից ապրանք ներկրում, որ այդ ֆուրի մեջ իր ապրանքը դնեն։ Արտադրում են իտալական կահույքի նման կահույք, տեսքով չես տարբերի։ Իսկ իտալականը ամենաթանկ կահույքն է փայտից եւ այլն։ Այդ փայտը չի, միգուցե բամբուկից է կամ այլ տեսակի փայտից է, բայց արժե 10 անգամ էժան։ Ոչ թե 10%-ով, 10 անգամ։ Իհարկե մարդիկ գերադասում են։ Իհարկե գերադասում են այդ նույն արևային պանելները բերել Չինաստանից։ Մի քանի ընտանիք եթե միանում են, մի քանի սեփական տուներով, մի ֆուր են պատվիրում, այդ բոլորը բերում են։ Ապշելու բան է, այդ մասին վիճակագրությունը իհարկե ասում է, Չինաստանը դարավ մեր 3-4 առևտրային գործընկեր արդեն։ Եվ եթե թողնենք այսպես, շատ ավելի կմոտենա։ Նույնիսկ եթե Ռուսաստանով չի ստացվում, Թուրքմենստանով, Իրանով են բերում ապրանքները։ Եվ այստեղ մեծ պոտենցիալ կա։ Միջին Ասիայի շուկան իրենց է։ Եվ թող Թուրքիան այդ Թուրանի մասին շատ չի երազի։ Իրենք այնտեղ գոր երեքցած չեն սպասում։ Ազդեցությունը շատ մեծ է եւ մեծ նաեւ տնտեսական ազդեցություն եւ տնտեսական գործոնը շատ կարեւոր է։ Ես հասկանում եմ Տրամպի անհանգստությունը։ Սկսվեց դեռ Օբամայից, որ ամեն ինչ անում էր, որ Չինաստանի հետ այդ մրցակցությունը Խաղաղօվկիանոսյան ռեգիոնում էր ժամանակ Միացյալ Նահանգները ակտիվ դեր ուներ, չզիջի ինչ որ բաները իր դիրքերը, բայց շատ դժվար է չի ստացվում։ Դրա դեմ պետք է կամ մենք Հայաստանի առումով դեմ կողմը էական չէ։ Մեզ համար ձեռնտու կրնի համագործակցությունը, մենք համագործակցենք աչիկով եւ համագործակցում ենք։ Այո, այդ ճանապարհը միջանցք է մեկ ասում, ուսում է տաքսի ճանապարհ, այդ նույնն է։ Չինաստանն էլ օգտվի, արևմուտքն էլ օգտվի, չէ։ Թող մրցեն։ Դրանից միայն Հայաստանն է շահելու։ Փաստորեն ստացվում է, որ այդ ձևակերպում առաջին օրերին եղավ, որ տնտեսական պատերազմ է եւ հենց Չինաստանն էր այդպես գնահատեց Թրամփի այդ նորամուծությունները, որպես տնտեսական պատերազմ հենց Չինաստանի դեմ։ Կարծում եք, որ այնուամենայնիվ սա իսկապես Միացյալ Նահանգներ Չինաստան պատերազմ է եւ տնտեսական պատերազմի մասին։ Այդպիսի տարիֆները ինչի մասն է խոսում։ Ինչի մասն է խոսքը, իհարկե պատերազմ, առևտրային պատերազմ է։ Եվ այս պարագայում հիշում ենք քիչ ավելի վաղ, քան այս տարիֆային թեման բարձրացավ, Ուկրաինա-Ռուսաստանի բանակցությունները Թրամփը, որ փորձում էր ուրեմն խաղաղության թեմայով երկու կողմերի հետ բանակցել, մենք հիշում ենք, որ շատերը չէին հասկանում Չինաստանի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ եւ ասում էին երևի փորձում է սիրաշահել Ռուսաստանին, որպեսզի պոկի Չինաստանից, էլի Չինաստանի գործոնն է, պոկել Չինաստանին
քաղաքականապես փոկել Չինաստանին Ռուսաստանից, ենթադրում էին բոլորը, եւ հիմա գալիս ենք այս տնտեսական պատերազմ, դուք ասում եք Չինաստանը, եթե Միացյալ Նահանգները չունենա որպես շուկա, չուզենա օգտագործել եւ Միացյալ Նահանգները փակեն իրենց շուկա, նա կշրջվի դեպի Ռուսաստան, այսինքն ինչ է անում Թրամփը այդ պատերազմով։ Ավելի շրջում է Չինաստանին եւ մերձեցնում է դեպի Ռուսաստան։ Չէ, իհարկե սանկցիաները կան, մանավանդ երկակի նշանակության ապրանքների համար, սանկցիոն ապրանքների նկատմամբ Չինաստանը զգուշ է, ուշադիր է, որտեղ սանկցիաների տակ կների երկրորդ։ Բայց Թրամփի ցանկությունը Ռուսաստանի հետ այդ խաղաղության գործընթացի միջոցով փակել այս կոնֆլիկտները եւ սանկցիաները վերացնել եւ այլն, դա ձեռնտու է ամբողջ արևմուտքի եւ ապագայի առումով հենց Միացյալ Նահանգների։ Միացյալ Նահանգները ուզում է Ռուսաստանին մի տեսակ բուֆեր սարքի Չինաստանի դեմ։ Իրենք դա վաղուց պետք է անեն։ Ես իրենց էքսպերտների հետ խոսելիս դեռ 12 տարի առաջ եմ ասել։ Եվ իրենք ասին, այո, մենք պետք է ժամանակին շատ աջակցեինք Պուտինին, որպեսզի այդ Մյունխենի հայտնի ելույթը չլիներ, որտեղ առաջի 7 տարին նա շարունակում է Ելցինի բաց քաղաքականությունը։ Եվ դա կրներ բուֆեր Չինաստանի դեմ։ Նախ մեծ շուկա անցայրացիր, մեծ ներդրումների տեղ, հիմա այդ ներդրումները չինացիներն են անում։ Նա սանկցիաների տակ է, ոչ մի բիզնես այնտեղ չի ներդրում, Չինաստանը ազատանում է։ Եվ սանկցիոն բան չի, հանքեր է շարունակում։ Ստեղ Ամերիկան կորցրեց իհարկե։ Այդ նույն խտանյութերը գալիս են Միացյալ Նահանգների, Կանադայի նավահանգիստներում գնում են եւ զուլվում։ Դառնում են զուլակտոր, մետաղալար եւ այլն։ Հիմա դա չկա, դրանից չեն շահում։ Հյուսային եթե Կանադան, թե Միացյալ Նահանգները եւ այլն։ Իհարկե մի օր պետք է հանգուցալուծվի, բայց Պուտինն ունի իր նախապայմանները, որ չի ուզում զիջի եւ ուզում է այնպես լինի խաղաղությունը, որ իր ասածը լինի, որ ինքը կարողանա լրացուցիչ տարածքներ վերցնի կամ իր ազդեցության գոտին ընդլայնի եւ այլն։ Սա է հարցը։ Պարոն Բախուրյան, հարցը սա էր, արդյոք այս քայլերը Թրամփի, այս ուժ գնացում, այս 120 քանի տոկոս էր, 125% մաքսատուրքը Չինաստանի հանդեպ, արդյոք չի շրջի եւ նետի Չինաստանին ավելի ստիպի, որպեսզի ավելի սերտ համագործակցի Ռուսաստանի հետ։ Որոշ չափով կստիպի, բայց Չինաստանը նրան չի նայում։ Ինչքան հնարավոր է համագործակցում է ամեն դեպքում։ Շատ են չինացիները։ Շատ մեծ է հզոր տնտեսությունը եւ պոտենցիալ ունի։ Եվ իրենք աշխատում են, որ ավելի շատ արտահանեն աշխարհի ցանկացած կետ, որտեղ իրենք ստանում են դրական շահույթ։ Այսա շատ կարեւոր է իրենց համար։ Իրենք շատ ճկուն են։ Շատ բաներ չեն բարձրացնում։ Բայց իրենց մտքին իրենք գիտեն ինչ են ուզում։ Եվ աշխատում են տնտեսական էքսպանսիա ուղղությամբ։ Ինչու՞ չէ։ Բայց այն ձևով, որ բոլորը դռները բացում են, իրենց համար որտեղ ձեռնտու է։ Եվ մեծ շուկա է, շատ մեծ շուկա է։ Մեծ շուկա է, ձեռնտու է ամեն հարցում։ Էժան մեծ շուկա։ Այո, նու մի քիչ խտրական վերաբերմունք, այդպես հեշտ չի։ Օրինակ, մեր կոնյակը արտահանել Չինաստան։ Մի հատ պայմանագիր կնքեցիր, արտահանեցիր։ Ինչպես օրինակ Կանադա, որտեղ պետական մենաշնորհ է խմիչքի ալկոհոլային խմիչքները։ Ոչ ալկոհոլայինները վաճառում են։ Բանով, քաղաքական, հազար մի այդպիսի հարցեր են հաշվի առնելու, համբերություն է պետք, նպատակասլացություն է պետք, բայց անհնարին ոչինչ չկա, հիմա վաճառվում է, օրինակ։ Եվ ուրիշ ապրանքներ էլ, իհարկե, առևտուրը գնալով աճում է Չինաստանի հետ, հիմնականում ներկրում է իհարկե չինական ապրանքները։ Սա շատ լուրջ մարտահրավեր է ամբողջ աշխարհում։ Կարող է Միքայել Տրամպը ճիշտ է անում, Միքայել սխալ է անում, բայց ինքը լավ կյանքի չէ, որ այդ սանկցիա գնում է այդ տարիֆների բարձրացման եւ այլն։ Որտեղ տեսնում է հնարավորությունը շատ քիչ է։ Տեսեք Եվրոպան ինչ վիճակում է։ Սոցիալական վճարները այնքան բարձր են, չի կարողանում որևէ բան իջեցնել։ Միակ բանը, որ փորձում են անդադանել Ֆրանսիայի առաջնորդությամբ, թոշակային տարիքը բարձրացնել։ Դա մի քիչ էլի հնարավոր է, որը տնտեսում է միջոցներ։ Բայց ուրիշ բաներ չեն անում, գործազրկության նպաստները չեն կրճատում։ Մարդիկ կարող են 10 ամիս, 9 ամիս հանգիստ ապրել տանը, առանց որևէ խնդրի։ Մի երկու տեղ դիմել են, աշխատանք չի ստացվել, դիմում են որ զբաղվածության ծառայություն ասում են, գործազուրկ եմ։ Իմաստ տենց են անում են երիտասարդները, լավ կյանք են անում։ Եվ այլն, շատ բաներ անվճար է։ Ես 12 թվականին, երբ որ Սալոնիկիում էի, իրենց համալսարանի հետ հանդիպում ունեցա,
ասի ինչպես է հանգե ուսման վարձը, հանրակացարանի վճարը, ասեց այդ բոլորը պլյուս դասագրքերը անվճար է մեր մոտ։ Դա գինարժ է։ Ուրեմն պետությունն է չէ վճարում դրա փոխարեն, անվճար բան չկա աշխարհում։ Պետությունը վճարում է, պետությունն էլ հարկերով է բոլորը դիվերսնի։ Հարկերն է բարձրացնում, բիզնեսի վրա է մեծ ծանր հարկատուների վրա է մեծ ծանրություն ունենում։ Այստեղ դրվարություններ կա, իհարկե հեռու եմ մտքից, որ Եվրոպան կորցրել է բոլոր առավելությունները, բան չէ, դեռ որ ցունակ է իհարկե։ Բայց ապագայի առումով շատ լուրջ մտածելիքներ կան։ Շատ լուրջ մարտահրավերներ կան։ Toyota-ն սկսեց արտադրել էլեկտրոմոբիլ $13000 արժողությամբ։ Ով կարող է դրա դեմ այսպես ասած մրցակցել։ Իհարկե եվրոպական գնորդը կնախընտրի դա, որովհետև տարբերությունը $500 չէ, հազարավոր դոլարների տարբերություն կա։ Տեսեք թե չինական էլեկտրոմոբիլները ինչպես են վաճառվում Հայաստանում։ Հերթ է, կոպիտ ասած, մանավանդ այն մասը, որ ազատված է մաքսատուրքից եւ ավելացված արժեքի հարկից։ Ոնց որ մրցակցությունը գնալով ավելի դաժան է դառնալու։ Եվ չեմ բացառում, որ դա նաեւ պատերազմների տեսքով արտացոլվի եւ արտահայտվի եւ այլ եւ այլ։ Տեսեք մի քանի տարի առաջ փորձեցին, երևի ավելի քան 10 տարի առաջ, սրել հարցը Տիբեթի, ուйգուրների, որտեղ խնդրեմ կա։ Սկսեցին փորձել ցույցերով դուրս գալ փողոց եւ այլն։ Մի 3-4 օրով կապը ընդհատվեց առհասարակ Ուրումչիի հետ, որից հետո ամեն ինչ շատ կայուն եւ խաղաղ շարունակվեց։ Թե ինչ է եղել այդ ընթացքում, կարելի է ենթադրել։ Եվ նա ասում է չկպչեք ինձ։ Չինաստանի շահերը շատ համահունչ են մեր շահերի հետ։ Նրանք շատ զգուշանում են թուրքական ազդեցության տարածումից, հենց այդ ուйգուրների հետ կապված, Թուրքիա-Ադրբեջան հետ միացումից, իրենք չեն ասում, բայց առաջին դեմը իրենք են այդ միջանցքի հետ կապված։ Եվ ես կարծում եմ, որ Թուրքիա եւ Ադրբեջանի համար դա հնարավոր չի լինել վերցնել։ Մեր աջակիցները շատ են։ Թուրքիան եւ Ադրբեջանը ուղղակի չունեն դարձում։ Որտեղ բոլորը գիտեն, որ Թուրանից սпасելիք չունեն։ Հակառակ Թուրանը ինքն է ագրեսիվ ձևով հարձակվում, վերցնում, էքսպանսիայի ընդհանրում այդ շուկան, թե տնտեսական, թե ոչ տնտեսական եւ այլն։ Դրա համար մենք պետք է ընդհանրապես դիմանալ։ Դիմանալ այդ բոլոր Թուրքիայի ասած չերին։ Մի օր կգա, որ կասեն վերջացրեք։ Բացում ենք, ներդրումներ անում ենք Հայաստանով դիգնա։ Հայաստանն էլ պետք է ինքը տնօրինի։ Եվ ինքը պետք է անվտանգությունը ապահովի ամեն ինչ։ Այդ որ դեպքում նա կարող է Թուրքիան կարող։ Նրանք ավելի վստահ դա կասել են դեպքում, եթե մեր նույն Եվրոմիության անդամակցելու գործընթացը ավելի արագ գնա, չընկրկենք ռուսական ճնշումների եւ թուրքական ճնշումների տակ, այլ անենք մեր ընտրությունը եւ գնանք առաջ։ Այն ինչ որ մեզ է շահավետ։ Հաճախ փոքր ազգերը անում են որոշումներ են ընդունում, որ իրենց համար այնքան շահավետ չէ, բայց քանի որ ճնշումը շատ մեծ է, հարկադրված են դա անել։ Պարոն Բարխոյան, դուք ևս կարծում եք, որ Թուրքիան կարող է իսկապես թույլ տալ, որպեսզի իր արտաքին քաղաքականությունը, տվյալ դեպքում Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորված լինեն Բաքվի տրամադրություններից, թե այնուամենայնիվ Բաքվի մեջքի հետևն են բախկված, բայց դա ոչ թե Ալիևի պահանջներն են, այլ հենց Թուրքիան է Թուրքիայի պահանջներն են։ Ну, երևի Պարզապես ցույց է տալիս, որ չէ, մենք չենք կարող, որովհետև Բաքուն Ալիևն է խոսել, ասել է սպասել, շատ մի ճնշի վրա։ Տեսնեմ Հայաստանից այն ինչքան լրացուցիչ բան կփոխի, իրենք շատ ծանր վիճակում են, պատերազմը պարտվել են։ Մենք ենք հաղթող կողմը, ինչի պիտի հիմա այս ստորագրել։ Այսինքն Ալիևի գործոնը բարձր է գնահատում ավելի։ Այո, թե մեկ չէ համերաշխության հարցը կա, եւ իսլամական եւ հատկապես թուրքական այդ ազգերի պանթուրքիստական այդ համերաշխությունը եւ այլն շատ մեծ արժեք է։ Հենց նույն Էրդողանը, ժամանակ Աբդուլլա Գյուլն էր պրեզիդենտ, շատ մոտ էր նրան, որ վավերացներ այդ սահմանների բացումը ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում։ Բայց էլի Բաքուն ասաց։ Բաքուն իրեն պատրեց, ասաց, ես ինչ ես անում, դու ինձ թողնում ես, եթե դու սահմանները բացեցիր, խաղաղություն եղավ եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցիր Հայաստանի հետ, ես չեմ կարող պնդել իմ շահերը։ Ցավոք սրտի։ Եվ Ալիևը ուրիշ այլընտրանքել չուներ առանձնապես, պիտի այդ ձևով գնար, որովհետեւ կարողանար հույս ունենալ ինչ-որ բան հետ բերել։ Իսկ այսօր։ Այսօր նույնպես լրացուցիչ ինչ-որ բաներ փոկելու։ 240 կիլոմետր մեր տարածքից զավթել են, միտքել չունեն գնալու։
Իրենք սխալվում են, թե ինձ թվում է, թե իրենք հիմա կարձակվեն եւ կգրավեն Մեղրին, Սյունիքը եւ այլն։ Այդպես չի լինելու։ Իրենք դրա համար շատ թանկ կվճարեն եւ չեն հասնի ոչ մի արդյունքի։ Ես դրանով վստահ եմ, որովհետեւ կա համբերություն, որ արդեն ինչպես ասում են, կարիբիջ գծեր կա, որ չի կարելի Ում համբերությունն է։ Միջազգային հանրության, մեր քրիստոնեական համերաշխության Եվրոմիության հետ հենց այնպես չի դա։ Իհարկե միայն այդ զուտ քրիստոնեական համերաշխությունը չի, կա տնտեսական շահեր։ Եվրոմիությունը ուզում է, որ Հայաստանը լինի Եվրոմիության անդամ, որովհետեւ ունենա ընդհանուր սահման Իրանի հետ։ Էներգակիրների, հսկայական չափով էներգակիրների ներկրման հարցեր կան։ Իրենք կարող են պայմանավորվել։ Իրանը չի քաղաքականացնում եւ չի կապում դա Թուրքիայի, Ադրբեջանի նման դրացիչ չորոքուտեր կորզելու հետ։ Առևտրի առարկա չի դրում, ինչպես Ռուսաստանն էր դրում։ Իրենք դա հասկանում են, իրենք դա շատ լավ գիտեն։ Իրենք փորձում են աշխատել այն ազգերի հետ, որ հազարամյակներով ստեղ են ապրել, իրենց հայրենիքն է, որևէ կոմպլեքս չունեն։ Եվ իրենց բնույթով վաղուց արդեն զավթիչ չեն, էլի, ասենց ասենք։ Թուրքերը չեն հանգստանում։ Եկերեն անդադ ուզում են ապացուցեն, որ իրենք մի քանի հազարամյակ ստեղ են ապրել եւ այլն։ Եվ շարունակում են այդ վզախողական քաղաքականություն, ագրեսիվ։ Դրանից արդեն հոգնում են։ Փաստորեն ինչ ստացվեց։ Մենք ունենք այդ նույն Սյունիքի հարցում, դուք ասում եք, մենք գիտենք Իրանի դիրքորոշումը, դուք այստեղ ավելացնում եք, ասում եք Պեկինը ոչ պակաս Դա իմ կարծիքն է։ Միգուցե սխալվում եմ, բայց չեմ կարծում։ Դե այստեղ Թուրանի թեման է, այո, դուք բարձրացնում եք եւ Թուրանը Պեկինի համար անընդունելի ծրագիր է։ Իրեն պետք չէ այդպիսի մրցակից տարածաշրջանում եւ հենց իր մոտ։ Սարսափելի սրված է վիճակը։ Այդ մասին իրենք չեն ասում։ Եվրամիությունն եք ասում շահագրգռված է, որպեսզի դա լինի, այսինքն մենք ոնց որ փորձում ենք Միացյալ Նահանգներ, այսպես դրոշակներով դնել, թե որտեղ Եթե դնում ենք, տեսնում ենք, որ բոլորը շահագրգիռ են, որ այդ Սյունիքի ճանապարհը լինի եւ վերահսկի Հայաստանը։ Իհարկե Հայաստանը լինի իրենց բլոկում, այսպես ասենք, եւ ոչ թե Ռուսաստանը։ Եվրոմիության բլոկում լինելով Պեկինը ինչպես կվերաբերի դրան Հայաստանին։ Եթե Հայաստանը Պեկինին պետք է որ այդ ճանապարհը կայուն ձևով գործի։ Եթե կա Կովկասում կայունություն, Պեկինի համար դա ամենակարևորը։ Ինչպես եւ Իրանին։ Բնական։ Իրանին Իրանը բազմիցս ասել է Իրանի համար առաջի հերթին։ Իհարկե։ Եվ Պեկինը խնդիր չի ունենում։ Ոչ միայն խնդիր չունի, նշահագրգիռ որ մենք դառնանք Եվրոմիության անդամ, որ Հայաստանը միջոցով արտահանումներ անի իր էներգակիրների։ Ինչի մասն է խոսքը։ Չեն թողնում, սանկցիաների տակ է։ Ահռելի գազի պաշարներ են։ Այնպես որ այդ գործոնները պետք է հաշվի առնել։ Տրամպի մոտ լավը դա է, որ ինքը տնտեսական առաջնահերթությունների ձեռներով փորձում է հասնել խաղաղության։ Որտեվ ամբողջ աշխարհի կապիտալի մի բան է միավորում՝ խաղաղությունը եւ կայունությունը։ Տարածաշրջանները ոչ միայն առանձին երկրում։ Տարածաշրջանում առհասարակ, որ ինքը կարողանա հաջող ձևով բիզնես անել, իսկ դա շատ մեծ մասշտաբների մասն է խոսքը գնում, հասկանում եք։ Դուք պատկերացրեք Մեղրի ագարակի այդ միջով որ երկաթգիծը անցնում է, ինչպիսի ակտիվ տրանսպորտային շրջանառություն է լինելու։ Այնտեղ պետք է էստակադա կառուցել, որ լուսավորներից խուսափել, որտեղ անընդհատ գնալու գալու են այդ գնացքները։ Հայաստանը իհարկե դրանից օգուտներ ստանալ է։ Ինչի մասն է խոսքը։ Բայց պետք է ուշադիր լինել, անվտանգությունը ապահովել եւ լրիվ մեր իշխանությունը, մեր սուվերենությունը լինի մեր տարածքի վրա։ Մենք դրանից միայն կշահենք։ Ինչի մասն է խոսքը։ Տնտեսական նկատի ունեմ նախ եւ առաջ։ Ժողովուրդն էլ է ասում։ Մի անգամ Սյունիքում խոսում էին գյուղացիների հետ, ասում են լավ կլինի խաղաղություն լինի, ստեղով առաջ այդ ճանապարհով ադրբեջանցիներ են գնում, առևտուր կանեն մի գյուղատնտեսական ապրանքը կվաճառեն։ Իմ ասածից դա ինչ դավաճանություն է մեր ազգային շահերին եւ շատ նորմալ է նայում դրան։ Մարդը առևտուր էր անում, հիմա չի անում։ Ուզում է էլի անի։ Իրենց հասարակ ժողովուրդն էլ է ուզում մեր հետ աշխատի։ Ո՞վ ասեց չի ուզում։ Իրենց ժողովուրդն է խաղաղություն ուզում։ Ուղղակի քանի որ բռնապետություն է, ռիսկ չեն անում դուրս գան փողոց։ Նույնը վերաբերում է Թուրքիայի քաղաքացիներին։ Իհարկե բոլորը կուզեն։ Այստեղ վերնախավերն են, տնտեսական շահերն են, գեոքաղաքական ամբիցիաներն են, որ թույլ չեն տալիս հասնել մոտալուտ խաղաղության։ Նույնիսկ պատրաստի համաձայնագրի դեպքում ամբողջ Եվրոպան ասում է Ադրբեջան։
ինչ որ պետք էր դու հասար։ Նույնիսկ Արցախը դատարկեցիր։ Այսքանից հետո էլի չես ստորագրում։ Ուրեմն քո ագրեսիվ կեցվածքը առընդունելի է մեզ համար։ Տեսնենք ինչպես կլինի։ Շնորհակալ եմ, Գովազդ հայտարարենք եթերում, պարոն Բարխուդարյան։ Սիրելի հայրենակիցներ, Գովազդը եթերում, մնացեք մեզ հետ եւ ես կընդունեմ հեռախոսազանգերը։ Գովազդը եթերում։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +188 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Սիրելի բարեկամներ, տնտեսագետ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի մարիչ, Հայաստանի նախկին ֆինանսների էկոնոմիկայի նախկին նախարար պարոն Լևոն Բարխուդարյանի հետ ենք զրուցում։ Ես տեսնում եմ, մենք ունենք հեռախոսազանգեր, այս պահին զանգը ոնց որ թե չկա։ Ես կընդունեմ հիմա զանգերը, խնդրում եմ ով որ զանգում է, արդեն մոտենալ հեռախոսներին, որովհետև մենք ձեր հարցերը եւս լսելու ենք։ Առաջին զանգն եմ ընդունում, այո, բարև ձեզ։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Ներողություն, ստեղ ձայնը ինչ որ լավ չէ։ Չէ, երևի 1 վայրկյան ներող եղեք։ Բարձրախոսը պարզապես ինձ մոտ չէր։ Ես նորից կընդունեմ հեռախոսազանգը, կարող եք զանգահարել։ Եվ այսպես, պարոն Բարխուդարյան, մենք փորձեցինք ուրվագծել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Թրամփի այս նորամուծությունը, ոմանք ասում են, սա մեծ թակարդ է հենց Ռուսաստանի համար։ Տեսեք, մենք Չինաստանի գործոնը դիտարկեցինք, ասում են նավթի գինն է իջնում եւ մենք ունեինք այսպիսի երեկվա տվյալ է Brent տեսակի նավթի գինը 21 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ իջավ $60-ից հասնելով 58 ու 56 $։ Այսինքն ասում են
ոնց որ թե անուղղակիորեն իջնելու են այս գործողությունները բերելու են հանգեցնելու են նավթի գների իջեցմանը, նավթի գների իջեցումը կատաստրոֆիկ է, կատվածահար կանի Ռուսաստանին եւ սա ժպտալով Ռուսաստանի դեպքին մեծ թակարդ է Ռուսաստանի համար։ Ինչպես եք դուք կարծում։ Դա այդպես է եւ առաջի անգամ չէ, Խորհրդային միության կործանումը սկսեց նավթի գների անկումից 10 դոլար իջել բարել, այդ ձեր ասած։ Իսկ Ռուսաստանում ինքնարժեքը չէր ցավ 40 դոլարից մի քիչ ավել, 45 դոլար եւ Սաուդյան Արաբիայում 4-ից 8 դոլար։ Պատկերացեք տարբերությունը։ Նա էլի գնում է նավթը, բայց գնում է ժան ընդեղից ավելի շատ։ Գների այո, նավթի գների իջեցումը շատ հզոր հարված է Ռուսաստանի տնտեսությանը, որտեղ իրենց եկամուտների մեծ մասը նավթի, գազի արտահանումից է, տեսնում եք այդ գազատարներն էլ պայթեցվեցին, չգիտեմ, փակվեցին եւ այլն, Ռուսաստանը եկամուտներից գնալու զրկվում է։ Դա մշտական եկամուտներն են, իրենց ռեզերվները, այսպես ասած, բանդարկված են դրսի բանկերում, արևմուտքի, որը նույնպես հարյուրավոր միլիարդներ են, եւ իհարկե փորձում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի կարողանան հասնել, ես կարծում եմ, էլի նախ եւ առաջ խաղաղության համաձայնագրի այն ձևով, որ ինչ-որ մի կոնսենսուսի գան, որ շատ պարտվող եւ շատ հաղթող չլինի։ Այնուամենայնիվ մենք նորից դիտարկում ենք Հայաստանը դեռ այսպես ոչինչ չի կարող ինքը անել եւ ոչինչ չի կարող ոչ մի հարված, այսպես մեծ հարվածներ չի կարող սպասել։ Չէ, կարող է անել։ Ինչ պարտավոր է անել, պարտավոր է ունենալ նորմալ աշխատանքային հարաբերություններ խոշոր կենտրոնների, խոշոր պետությունների հետ։ Չի կարելի ասել, քանի որ ես իր անկերն եմ, դու իր հետ չունես, ուրեմն ես քո թշնամի ես։ Դա ամենապրիմիտիվ բանն է, որը միայն կործանման է տան։ Լավ է, ունենք ավանդական հարաբերություններ Ռուսաստանի հետ, տնտեսական հարաբերություններ, ես կողմ եմ, որ միայն զարգանա։ Այդ չեմ խոսում մշակութային, մարդկային, անձնական կոնտակտների միջոցով եւ այլն։ Բայց պետությանը վստահել ռուսական մեր անվտանգությունը մենք չենք կարող, որտեղ մենք տեսանք, որ դա մեծ սխալ է։ Բայց Ռուսաստանը պայմանավորում է իր այդ անվտանգայինը, որը հապկի մասով երևի թե պետք է դրսևորվի, հապկում մեր անդամակցության պայմանավորում է ԵԱՏՄ-ի մեր մասնակցությունը, ասում է, եթե դու Եվրոմիություն ես գնում, եթե դու ուրիշ երաշխավոր ես տեսնում, ոչ ինձ, ապա ԵԱՏՄ-ում էլ մի հարց էլ տամ ներողություն, ԵԱՏՄ-ից Հայաստանին դուրս հանելու մեխանիզմ գոյություն ունի, եթե Հայաստանը ասում է, չէ, ես ինձ վատ չեմ զգում, այստեղ էլ կաշխատեմ Տեղել Ղազախստանն է հենց այդպես աշխատում եւ Եվրամիության երկրների հետ եւ հազարավոր երկրներ այդպես կարող են իրար հետ աշխատել առանց չկա, այդպեսի կապ չկա։ Իրենք են ասում, որ վախեցնեն։ Եվ իրենք ինչն է ամենավատը։ ԵԱՏՄ-ից դուրս գալը իրենք նույնացնում են առևտրի դադարեցման հետ Ռուսաստանի հետ։ Կներեք, մինչև 13 թիվ առևտուր չեն անում։ Էնել ոնց։ Կամ այն երկրներ, որոնք ԵԱՏՄ-ում առևտուր չեն Եվրոպան առևտուր է անում Ռուսաստանի հետ, տեսեք գլա Գերմանիան ինչ ներդրումներ է, ինչ առևտուր ուներ Ռուսաստանի հետ, միջև է սանկցիաները ԵԱՏՄ-ի անդամներ, ոչ։ Հա, ինչ-որ մաքսատուրքեր կդնեն, մի քիչ ավելի կթանկանա եւ ո՞վ վրա է հաշվարկը, որ այդպիսի անդրամաբանական մեծ կա։ Ժողովրդի դյուրահավատության վրա է հաշվարկը, որը մեր կործանման հիմնական մեր ամենամեծ թշնամին է։ Թե 20 թվականին, 21 թվականին, թե հիմա։ Մանիպուլյացիաները։ Անընդհատ մանիպուլացնում են հոգեբանության վրա փորձում են ազդել։ Վատ է, հեռանկար չկա, այս իշխանությունների վիճակի չի ոչի բան անելու, միայն Ռուսաստանն է, որ մեզ կփրկի, կոպիտ ասած դրան են բերում։ Հիմա շատ չեն կարող բաց ասել, որտեղ մեզ դավաճանել։ Բայց անընդհատ դրան են բերում, դուք ինքնուրույն չեք կարող Հիմա թուրքը կհարցակվի, բա հետո ինչ եք անելու, ուրեմն կամ թուրքի տակ լինեք, կամ ռուսի, շատ հետաքրքիր բան է։ Դե ընտրեք, ո՞րն եք ուզում։ Թուրքն է լավը, թե ռուսը վեր եւ ավելի լավ է, քան թուրքը։ Այս բոլորը ռոպագանդա է։ Ինչու՞։ Որտեղ մենք հավատում ենք։ Եթե չհավատանք, իրենց այդքան ուղեղների լվացումը իրենց կողմից այդքան ակտիվ չի լինի։ Բայց ասում են լավ, այս անգամ չհավատացին, էլի չա մի քիչ էլ ավելի ուժեղացնենք, էլի նորից սկսենք անել, ինչ որ փորձենք մարդկանց հանել ճանապարհ։ Ես ամեն օր աշտարակի մայրեղով եմ գալիս, մարդիկ են հավաքում, որ ճանապարհը փակ է։ Ոստիկանությունը իսկում բացում է։ Այդքան շատ չեմ, բազմամարդ չեմ, բայց այն որ ինչ։ Ողոքի նշան, այս ինչ եք անում Հայաստանի հետ։ Եվ այլ։ Հիմա էլ արցախցիների վրա են ամբողջ շտադները դնում, որ մտածելով որ իրանք պրոռուսական
քաղաքականություն ունեն եւ ոնց ունենա եւ բոլորին հեռացրել է կնդրից։ Դրանց էլ ասում են, եթե ձեր իշխանությունը չլներ, մենք իհարկե ակտիվ բան կանեինք, բայց իրենք փչացրեցին մեր հետ հարաբերությունները, որը բացայց սուտ է։ Մինչև պատերազմը մեր հարաբերությունները շատ լավ էր։ Պատերազմի ժամանակ, որ բացահայտ մեզ դավաճանեցին եւ ել չեմ խոսում դրանից հետո, այն ժամանակ իհարկե մենք չենք կարող իրենց անվտանգային համակարգի վրա հույս տնել։ Ինչի մասն է խոսքը։ Իսկ առևտուրը շատ լավ էլ գնալու է, առևտուրը չի հարցնում այս բլոկի անդամ ես, թե այն բլոկի անդամ ես, ծերլտու է, առևտուրը անում են։ Եվ Հայաստանից գնելու շատ բան ունեն։ Եվ ոչ միայն հայկական կոնյակը կամ չգիտեմ հանքային ջուրը, շատ ուրիշ բան։ Եվ գնում են։ Ինչ լրիվ շատ ակտիվ։ Այո, ալո, բարև ձեզ։ Ալո։ Այո, լսում ենք ձեզ։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում ենք ձեր եթերը։ Շնորհակալություն։ Մեզ մոտ ոնց որ թե տեխնիկական խնդիր կա, սիրելի հայրենակից, մենք, ահա, շարունակեք։ Այո, մեր հայերի մեջ կա գոնե մի հատ հասիբով մարդ, որ թուրք եկե հայկական դեպուտատար այդ այնց հետաքրքիր դավաճանքի չի Ղարաբաղցի, երկրորդ մեր ազգի 40%-ը գործ տվող ազգ է, դավաճան ազգ է, այդ դրանից ինչ են սպասում։ Սիրելի հայրենակիցներ, ես ընդհատում եմ այս հեռախոսազանգը, ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, ավելի պարզ ձեր միտքը արտահայտեք եւ ազգին վիրավորելը ես չեմ համարում, որ հարցի տեսքով կարող եք ներկայացնել։ Եթե հարց ունեք, հարցը տվեք, ազգին որակելը ներող եղեք։ Ես ընդհատում եմ այս հեռախոսազանգը։ Եթե դեմ չեք, պարոն Բարխուդարյան։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Տիկին Արաքելյան, բարև ձեզ Վարոն Բախուդարյան, շնորհակալություն գալու համար տապանի եթեր։ Նախ պարոն Բախուդարյան մի բարձաբանում անեմ Թրամփի քվերկողների համար, ասեմ որ եւ Օբաման եւ Բայդենը շատ աշխատատեղեր ստեղծեցին քան Թրամփը եւ ճիշտ է շատ մեքսիկացիներ քվերկեցին Թրամփի կողմին, բայց նրանք շուտվա եկածներ էին, քանի որ նրանք քաղաքացիներ էին եւ հիմնական տարբերությունը այն էր որ նրանք կրթություն չունեին։ Եվ դա դաս է Հայաստանի համար հավանաբար կրթությունը կարևոր է, ով որ կրթություն ուներ քվերկեց Թրամփի դեմ, ով որ չուներ քվերկեց Թրամփի կողքին, հետեւաբար հայրենակիցներ բոլորդ անպայման կրթվեք, բայց ես այսի հարց Եվրոյատմի եւ Եվրոմիսիան հետ կապված ցանկանայի տալ համաձայն եք, եթե մենք Հայաստանը հայտ ներկայացնի Եվրոմիություն եւ այդ ասոցիացիան պայմանագիրը կնքի, որը սերը չէր կնքել, սեպայից ավելի ուժեղ, որը սերը մերժել էր։ Համաձայն եք, որ որքանով ես գիտեմ, ուզում եմ հաստատեք կամ հերկեք, որ դրանից հետո Եվրոմիությունը ուղղակի մասնագետներ, որպեսզի բոլոր ոլորտներ, այդ թվում տնտեսությունը ավելի ուժեղացնի, բարելավի, եւ չնայած մենք չենք դառնա Եվրոմիսիան անդամ տարիներ հետո, բայց գոնե հենց սկզբից մեր բոլոր այդ որակները կլավանան եւ Եվրոմիությունը նաեւ կօգնի մեզ խուսափելու այդ բացասական ռուսական հակադարձություններից։ Համաձայն եք, որ եթե մենք այդ սկսենք, հենց սկզբից նրանք մեզ կօգնեն հաղթահարելու այդ դժվարությունները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Միանգամից ասեմ, որ լիովին համաձայն եմ ձեզ հետ, ուղղակի մի լրացում Եվրոմիությունը հիմա էլ է մասնագետներ ուղարկում եւ մեզ շատ աջակցում է մեր բոլոր ծրագրերում։ Մենք ստանում ենք եւ դրամաշնորհներ, եւ օգնություն, եւ արտոնյալ վարկեր, շատ տեկիչ Եվրոմիությունից եւ նաեւ գրանտներ, բավականին շատ, եւ գալիս են մասնագետները յուրաքանչյուր ոլորտում Եվրոմիության ֆինանսավորմամբ կամ Եվրոմիության առանձին երկրների ֆինանսավորմամբ մենք ստանում ենք բավականին մեծ տեխնիկական օգնություն։ Իհարկե, ասոցիացված անդամությունը մեզ կտա ավելի մեծ հնարավորություններ։ Ինչ խոսք, այստեղ ես դեռ ձեզ հետ համաձայն եմ։ Եվ կարծում եմ մենք պետք է դրան ձգտենք։ Պարոն Բարխուդարյան, այս ընթացքը մի քանի ամիս առաջ էլ, հիմա էլ խոսում են այն մասին, որ այո, մենք ստորագրում ենք, բայց դա բուտաֆորիա է, դա ոչ միտեղ չտանող ճանապարհ է։ Մյուս կողմից մյուսներն էլ ասում են ոչ, սա մի 3-4 տարի, հենց իրենք Եվրամիության ներկայացուցիչներն են ասում, որ 3-ից 4, 4-ից 5 տարի է պետք, որպեսզի դուք վերադասավորվեք այս վիզայի ազատականացման process-ը, եւս ասեցին 4-ից
4-ից 5 տարի է։ Ձեր կարծիքով բուտաֆորիա է այնուամենայնիվ, թե այդ 4-ից 5 տարին վերցրած որպես հեռանկարային տարի, քայլ առ քայլ մենք առաջ են գնում, թե այնուամենայնիվ մենք ինքներս մեզ խափում ենք եւ ինչպես ասեցի բուտաֆորիա ենք ստեղծում։ Դա շատ ռեալ է, իսկ բուտաֆորիա ասողը զբաղված է հակապրոպագանդայով, որպեսզի հիասթափեցնի դեպի Եվրոմիություն ժողովրդի այդ ցանկությունը բթացնի, ասելով որ դա մեծ ռիսկերի, վտանգների հետ է կապված, որ դա բուտաֆորիա է, որ մեզ ոչ ոք այնտեղ չի սպասում եւ այլն։ Իհարկե, մենք այլընտրանք չունենք, եթե այդպես ասենք, որտեղ մեծ հնարավորություններ է տալիս մեզ Եվրոմիության հետ անդամակցությունը եւ շատ ռեալ առարկայական օգուտներ է բերում։ Մի օրինակ միայն բերեմ։ Երբ որ Սլովակիան դառնում էր Եվրոմիության անդամ, ցանկություն կար, որ փոքր տիպի բեռնատարներ, ավտոմեքենաների արտադրություն, օրինակ Hyundai գործարանը Եվրոմիության շուկայի համար դնի Բրատիսլավայում։ Ասացին, գիտեք, բայց պետք է ճանապարհները մեծացնել, որպեսզի մենք կարողանանք բատակարարումներ անել եւ այլ։ Հիմնականում այդ հարցերի շուրջը խնդիրները լուծելու համար 1.5 միլիարդ եվրո միայն Եվրոմիությունը ներդրեց Բրատիսլավայի մոտ, որ այդ հնարավորությունները ստեղծեն։ Ես չեմ խոսում մասնավոր ներդրումների մասին, երբ Hyundai-ն հսկայական գործարաններ կառուցեց այնտեղ։ Այլ կերպ ասած, դուք համարում եք, որ այո, աշխատանքները տանում են եւ պետք է ակտիվ տանել, չպետք է ասել 4-5 տարի կլինի, հետո կտեսնենք։ Ողջույններս Այո, լսում ենք ձեզ, այո։ Ես մի հարց ունեմ։ Երբ պարոն Բախուտարյանը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար էր, երկրորդ նախագահի օրոք, երկրորդ նախագահան այդ տարիներին չգիտեմ նախարար լինելու ժամանակ էր թե ոչ, ամբողջ Հայաստանի ոսկու պահոստային ֆոնդը այսպես վաճառեցին իբր վալյուտա ձեռք բերելու համար։ Արդյոք դա ճիշտ քաղաքականություն է, արդյոք դրա համար չի կարելի պատասխանատվության ենթարկել նախագահին եւ այն ժամանակվա կենտրոնական բանկի տնօրեն Տիգրան Սարգսյանի թեման է։ Այո, գիտեք, դա ին պաշտոնավարման ժամանակ չէր, դա դրանից հետո էր, որոշումը կայացրեց կենտրոնական բանկը եւ ցավոք սրտի դրանից շատ քիչ ժամանակ անց ոսկու միջազգային գները էապես աճեցին։ այո։ Դա անընդունել է իմ համար։ Ես դա սխալ եմ համարում եւ միշտ դեմ եմ եղել, որովհետեւ ձեր ակտիվները պետք է դիվերսիֆիկացնել, պահել մի մասը ոսկով, մի մասը վալյուտայով, տարբեր վալյուտաներով, արժեթղթերով եւ այլն։ Ես դա սխալ քաղաքականություն եմ համարում։ Եվ այդ նույն ժամանակ 90-ականների սկզբին մենք ստեղծեցինք պետական գանձարան, որ հավաքում ենք տարբեր տեղերից, գնում ենք ոսկու ձուլակտորներ, եւ դա ծուլում ենք Շվեյցարիայում եւ պետական գանձարան խնդրում չշփոթել գանձապետարանի հետ, տարբեր է։ Պետական գանձարանում այդ ոսկին կուտակվում է։ Պարոն Բախուդարյան, հարցի մեջ կար արդյոք դա այդ սխալը, այնպիսի սխալ է, որի սխալ գործողը պետք է պատասխանատվությամբ ենթարկվի։ Դե սխալ ենք արել, մեծ կորուստ ենք հասցրել Հայաստանին, անցան գնացին։ Ոչ թե մեծ կորուստ ենք հասցրել, լրացուցիչ եկամուտ կարող ենք ունենալ, չենք ունեցել։ Սխալ, այսինքն անգրագետ քաղաքականություն։ Հիմա դժվար է ասել, դե հիմա եք ապացուցի, որ այդ ոսկու գները դուք նախորդ գիտեիք, որ աճելու է, դրա համար վաճառեցիք։ Դա պետք է ապացուցել։ Հա, այսինքն այդպիսի իրավական հարց է, ճիշտ հասկացեք։ Դե հերոստատիտողներ հարցում են իրավական հետևանքներ պետք է ունենալ, թե ոչ։ Պետք է ամեն ինչ ապացուցել լինի, հստակ։ Ապացուցեիք, որ ես տեղյակ եմ եւ հատուկ այդ գործարքարել են, որ վնաս տան։ Մեկ զանգ մնաց Ժուրտ ջան, մեկ րոպե։ Այո, համեցեք։ Բարև ձեզ։ Տեսնեմ հարց կա։ Ուրեմն ոչ շատ հեռանկարում մի ինֆորմացիա հայտնվեց համացանցում եւ մամուլում, որ Հայաստանում բավականին թուրքեր բնակարաններ են ձեռք բերել։ Հիմա հարցը էսպիսին է, նախ այդ պաշտոնյան որ հայտարարեց ոչ մի կոնկրետ բան չասեց, լոլո կարդաց։ Հարցը էսպիսին է, արդյոք մեր ուրեմն օրենքները պիտի արգելեն որպես թուրքերը եւ կամադրողները։ Բարձ է հարցը։ Շնորհակալություն։ Ժամանակն է քիչ Նախ այդ այս տիպի տեղեկատվության հետ ես ծանոթ չեմ։ Ընդհանրապես, եթե վերաբերվում է ազգությամբ թուրքը գալիս է, այլ ազգությամբ, ցանկացած ազգությամբ անձը կարող է բնակարան գնել։ Գյուղատնտեսական հող ոչ,
միայն կարող է գյուղատնտեսական նշանակության հող գնել Հայաստանի քաղաքացի։ Հայաստանի Մեր քաղաքացի։ օրենսությունը դա է ասում, այո։ Եվ արգելել, որ ասենք նույն Պարսկաստանից, Իրանից Չկան եկածը, Իրանից եկածներ, իրանցիներ կան, որ բնակարան են։ Ռուսաստանից եկածներն են հիմա ձեռք բերում Այո։ բնակարաններ։ Իսկ ինչի՞ չպետք է ձեռք բերել։ Այդպիսի օրենք չկա եւ դուք կարծում եք որ պետք չէ։ Շնորհակալ եմ պարոն Բարխուդարյան, հարցերը ձեզ ուղղված միշտ լինում են շատ, երևի ավելի շատ ժամանակ պետք է տրամադրեմ հարց ու պատասխանին։ Ես շատ շնորհակալ եմ, որ եկաք եւ ներկայացրեցիք ձեր մեկնաբանությունները։ Լևոն Բարխուդարյանն էր մեր զրուցակիցը, տնտեսագետ, Երևանի տնտեսագիտական պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ, ֆինանսների էկոնոմիկայի նախկին նախարար։ Զրուցվար Մարգարյանի Առաքելյանը, բարին ձեզ։